Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին լիովին առողջ է, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, որքանով ինձ հայտնի է, նա ստացել էր միայն թեթև վնասվածքներ եւ նա նախկինի պես լիովին առողջ է ու վերահսկում է իրավիճակը, նշել է նա։ Արդեն 2 օր է, ինչ մամուլում շրջանառվում էր այն տեղեկությունը, թե Իրանի գերագույն առաջնորդը կոմայում է, մեկնել է Ռուսաստան բուժման։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին սպանվել է։ Իսրայելի պաշտպանության նախարարի ավելի վաղ տարածած տեղեկությունը հաստատվել է պաշտոնապես։ Ըստ իրանական աղբյուրների Լարիջանին սպանվել է իր դստեր տանը։ Նրա հետ միասին մահացել են նաև որդին, տեղակալն ու թիկնապահները։ Պաշտոնական Թեհրանն արդեն սպառնացել է թշնամուն պատասխան հարվածով։ Իրանի բանակի հրամանատար Ամիր Հաթամին խոստացել է իրականացնել վճռական եւ ցավալի պատասխան գործողություն։ Իսկ Հեղափոխության պահապանների կորպուսը արդեն իսկ հրթիռներ է արձակել Իսրայելի կենտրոնական հատվածի ուղղությամբ՝ ի նշան վրեժխնդրության։ 67-ամյա Լարիջանին Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածներից սպանված երկրորդ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է Ալի Խամենեիից հետո։ Նա մեծ ազդեցություն ուներ բանակում, լրատվամիջոցներում եւ օրենսդիր մարմնում։ Անցած տարի Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ Իրանի 12-օրյա պատերազմից հետո նա վերադարձել էր ազգային անվտանգության գերագույն խորհրդի ղեկավարի պաշտոնին, որը զբաղեցրել էր դրանից գրեթե 2 տասնամյակ առաջ։ Ամերիկյան զինանոցում արկա ամենահզոր ռումբերից մի քանիսով հարվածներ են հասցվել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցի մոտակայքում գտնվող իրանական հրթիռային կայաններին, ասվում է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության X սոցիալական ցանցում արված հրապարակման մեջ։ Առնվազն 6 մարդ զոհվել, 24-ն էլ վիրավորվել է Բեյրութի կենտրոնին հասցված իսրայելական հարվածների հետևանքով։ Նախնական այս տեղեկությունները հրապարակել է Լիբանանի առողջապահության նախարարությունը։ Թշնամին թիրախավորել է Բաշուրա թաղամասում գտնվող թիրախ հանդիսացող շենքը։ Այս լուրն էլ հայտնել է պետական ազգային լրատվական գործակալությունը։ Իրանն իր հերթին լայնածավալ հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելի տարածքին՝ ի պատասխան Ալի Լարիջանիի սպանության։ Թել Ավիվում վնասվել են տասնյակ օբյեկտներ, ամբողջությամբ ավերվել են 2 երկաթուղային կայարաններ։ Իրանական կողմի տվյալներով խոցվել է ավելի քան 100 ռազմավարական թիրախ։ Բացի այդ, թիրախավորվել է Բաղդադում ԱՄՆ դեսպանատան շենքը։ Անվտանգության ոլորտի պաշտոնյան AFP-ին հայտնել է, որ անօդաչու սարքն ուղիղ հարվածել է դեսպանատանը, սակայն չի հստակեցրել արդյոք եղել են վնասներ։ Իրանական մեկ այլ արգ էլ ընկել է Միացյալ Արաբական Էմիրություններում գտնվող Մերձավոր Արևելքի հարցերով Ավստրալիայի ռազմական կենտրոնակայանի մոտակայքում։ Նախնական տեղեկություններով տուժածներ չկան։ Իրանի իշխանությունները մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության համար դատապարտված մի տղամարդու, հայտնել է դատական համակարգը։ Սա առաջին նմանատիպ պատիժն է, որի մասին հայտարարվում է Իսրայելի եւ Միացյալ Նահանգների հետ պատերազմի բռնկումից ի վեր։ Սիոնիստական ռեժիմի լրտեսի մահապատիժը, ով Մոսադի սպաներին լուսանկարներ եւ տեղեկություններ էր տրամադրել երկրի զգայուն վայրերի վերաբերյալ, ի կատար էացվել է այս առավոտ։ Մասնավորապես ասված է դատական իշխանության կայքում։ Դատապարտվածը ձերբակալվել էր հունիսին Իսրայելի հետ Իրանի 12-օրյա պատերազմի ժամանակ։ Վերջին օրերին էլ ի դեպ Իսլամական Հանրապետությունում Իսրայելի օգտին լրտեսություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է ավելի քան 500 մարդ։ Ուկրաինական անօդաչուները հարվածել են Կրասնոդարին, կա 1 զոհ։ ԱԹՍ-ների հարվածներից վնասված բազմահարկ շենքերից մեկը գտնվել է կենտրոնական Կրասնոդար ռազմական օդանավակայանից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, հայտնել է Աստրան։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն խստորեն քննադատել է Կուբայի ներկայիս վիճակը եւ հերքել ամերիկյան մամուլում շրջանառվող լուրերը։ Ըստ նրա, Կուբայի տնտեսությունն ու քաղաքական համակարգը հիմնովին քայքայված են։ Նրա խոսքով երկրի իշխանություններն ի վիճակի չեն ինքնուրույն շտկել իրավիճակը։ Նա շեշտել է, որ Կուբային անհրաժեշտ են արմատական փոփոխություններ, իսկ կառավարության վերջին հայտարարությունները համարել է անարդյունավետ։ Պետքարտուղարի խոսքով Կուբայի ղեկավարությունը ստիպված է լինելու կայացնել շատ լուրջ որոշումներ։ Մարկո Ռուբիոն խաբեություն է որակել New York Times-ի հրապարակած տեղեկությունը, թե ԱՄՆ-ն քննարկում է Կուբայի առաջնորդ Միգել Դիազ-Կաներին իշխանությունից հեռացնելու հարցը առանց երկրի քաղաքական համակարգը փոխելու։ Պետքարտուղարն իր X-ի էջում պարզաբանել է, որ ամերիկյան լրատվամիջոցները հաճախ են տարածում նման կեղծ տեղեկություններ։
Միքայել Սրբազանի շարունակական անազատության մեջ գտնվելը բացասաբար է ազդում Շիրակի թեմի հավատավորների վրա, տուժում է հավատացյալների կրոնական պահանջմունքները բավարարելու սահմանադրական իրավունքը։ Շիրակի թեմի հավատավորները այս բովանդակությամբ դիմում միջնորդություն են ներկայացրել դատարան թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի կալանավորման վերաբերյալ։ Նամակում նաև ասվում է, որ հավատավորները 8 ամսից ավելի չեն կարողանում բավարարել իրենց հոգևոր պահանջմունքներն այն պատճառով, որ Սրբազան հայրը նախ բանտային կալանքում էր, ապա այն վերածվեց խիստ սահմանափակումներով տնային կալանքի։ Դատարանը Սրբազանին թույլ տվեց ներկա գտնվել առաջիկա կիրակի օրվա պատարագին, բայց ինքն այն մատուցել չի կարող։ Հաշվի չառնելու մեխանիզմի Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է առողջապահության ապահովագրության ներդրման արդյունքում բժիշկների աշխատավարձերի փոփոխություններին։ Նախարարի պարզաբանմամբ պետությունը դուրս է գալիս հաստիկային ֆիքսված աշխատավարձերի մեխանիզմից, որտեղ վարձատրությունը կախված չէր կատարված աշխատանքի ծավալից կամ պացիենտների թվից։ Նոր համակարգով անցում է կատարվում ըստ դեպքի փոխհատուցման սկզբունքին, ինչը նշանակում է, որ բուժաշխատողի եկամուտը ուղիղ համեմատական է լինելու իր սպասարկած պացիենտների քանակին։ Մենք ունենք մի քանի ուղղություններով խնդիրներ, որոնց պիտի անդրադառնանք։ Դրանք են պոլիկլինիկաներում ինֆեկցիոնիստները, ֆիզիատրները եւ գինեկոլոգներ ունենք, որոնք պոլիկլինիկայում աշխատելով փաստացի տեսնում ենք, որ պացիենտների չունեն սպասարկում, այսինքն եթե նախկինում այդ հաստիկի վճարը չէր ենթադրում եւ չէր ցույց տալիս, օրինակ ֆիզիատր ամսվա մեջ քանի պացիենտ է սպասարկել, 1, 10, թե 100։ Մենք հիմա առաջիկայում մի 2 օրվա ընթացքում քննարկումներ ենք ունենալու հենց իրենց հետ եւ մենք պիտի փոխենք այս մասով նաեւ հանրապետության ծանրաբեռնվածությունը։ Մենք պիտի մեր սիրելի մասնագետներին առաջարկենք վերապատրաստվելու ընտանեկան բժշկության ոլորտ, որտեղ այստեղ էլ ունենք պակաս մասնագետների։ Արաբկիր վարչական շրջանում 1 տարեկան երեխայի խորթմայրը հունվարի 22-ից մինչև մարտի 10-ը ներառյալ պարբերաբար ֆիզիկական ուժ է կիրառել փոքրիկի նկատմամբ։ Երևանում օրեր առաջ արձանագրված դեպքի մանրամասները փոխանցում են դատախազությունից։ Կառույցից հայտնում են, որ կինը մարտի 15-ին ուղղակի դիտավորությամբ փորձել է նաև կյանքից զրկել երեխային։ Այս եւ մյուս դեպքերով դատախազը քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով հանրային քրեական հետապնդում է հարուցել երեխայի հոր երկրորդ կնոջ նկատմամբ։ 38-ամյա կինն այս պահին ձերբակալված է, իսկ դատարան միջնորդություն է ներկայացվել որպես խափանման միջոց կալանքը ընտրելու համար։ Երեխայի առողջական վիճակի մասով էլ կա դրական տեղաշարժ։ Անահիտ Ավանեսյանի խոսքով բժիշկները փրկել են փոքրիկի կյանքը։